ՔՊԱ-ականները իրար դեմ են դուրս եկել։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է ՔՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի փողով բանակից ազատվելու նախագիծը։ Օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը մեղադրում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին սեփական ամբիցիաներից ելնելով պետության համար կարևոր օրենսդրական նախաձեռնությունը տապալելու համար։ Ի պատասխան իր հասցեին հնչեցրած մեղադրանքների Քոչարյանն ասել է, թե Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոր տալ։ ՀԱՎԿ պետք է շատ զգույշ եւ նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա նշել է, որ Հայաստանում շատ բարդ իրավիճակ է այս առումով, հատկապես նախընտրական շրջանում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թիֆլիսին ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նա այս մասին տեղեկացրել է Թիֆլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ներդրումն ունենալ այս գործընթացի առաջխաղացման գործում։ Իլհամ Ալիևն էլ ասել է, որ Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության, անվտանգության եւ համագործակցության տարածքի։ Արթուր Դավթյանը Կահիրեում դարձել է սպորտային մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի հաղթող։ Իրանը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական գործակալության ղեկավար Սայեդ Խադեմին մահացել է ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։ Թել Ավիվը դարձյալ ենթարկվել է իրանական հարձակման։ Իրանական ուժերը հարձակվել են ամերիկյան դեսանտային նավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 5000 նավաստի եւ ծովային հետևակի։ Հարձակման է ենթարկվել իրանական ուժերի կողմից եւ ստիպված է եղել նահանջել Հնդկական օվկիանոսի հարավային խորքը։ Դաղստանի իշխանությունները ջրհեղեղի դեմ պայքարի միջոցառումների վրա ծախսել են մոտ 350 միլիոն ռուբլի, սակայն սա չի կանխել ավերածությունները։ Մահացել են առնվազն 2 կին եւ 1 երեխա, տարհանվել 4000 մարդ, հարյուրավոր տներ վնասվել են։